Ես հասկանում եմ, որ ձեր խմբակցության որևէ անդամի, կոնկրետ անդամի վերաբերյալ պատասխանատվությունից խուսափում եք հնարավոր ամեն ձևով պատասխանելու նրա վերաբերյալ հարցին, բայց ես այդ հարցին չեմ անդրադառնում։ Այստեղ ուղղակի մի փոքր նրբություն կա, դուք Ուժեղ Հայաստան խորհրդի անդամ եք։ Ես ուզում եմ հասկանամ, կուսակցության խորհրդի անդամ եք։ Ես ուզում եմ հասկանամ, դուք ինչպես եք կազմել ձեր նախընտրական ցուցակը։ Օրինակ, մեր նախընտրական ցուցակի կազմման մեջ ես որպես վարչության անդամ իմ պատասխանատվությունը կրում եմ։ Ես ասում եմ, ձեր այդ անդամի վերաբերյալ, եթե լսեք մյուս հայտարարությունները, ուղղակի կապշեք, ու նորմալ է, որ դուք խուսափում եք պատասխանատվություն վերցնելուց, ես ձեր փոխարեն կխուսափեի, բայց այդ դեպքում ցուցակի մեջ ներառելու դեպքում ինչ սկզբունքներ եք հաշվի առել, որ ներառել եք, կամ գոնե առնվազն տեսել եք կանանց վերաբերյալ ինչպիսի արտահայտություններ է անում։ Թողնենք այն մյուս հարցը։ Երկրորդ հարցը արձագանքի ժամանակ։ Կներեք, քանի դեռ արձագանքը չէր մեկնարկել, ամփոփելով հարցը վերաբերում է նրան, թե կուսակցության ցուցակը ինչ սկզբունքով է ձևավորվել։ Գիտեք, հիմա օրինակ 2021 թվականի քաղաքացիական պայմանագրի ցուցակը ինչ սկզբունքով է ձևավորվել։ Ընդհանրապես նախընտրական ցուցակի ձևավորման մոտեցումը հետևյալն է։ Ընդհանրապես նախընտրական ցուցակները ձևավորվում են երկու կողմերի համաձայնությամբ, այսինքն առնվազն պատգամավորի թեկնածուն պետք է տա իր համաձայնությունը քայլ 1, երկրորդը քաղաքական խորհրդակցություններն են, քննարկումներն են, հարցազրույցներն են եւ դրա շրջանակներում կայացվող որոշումներն են։ Ես չեմ կարծում, որ մեր հանրությանը, մեր հայրենակիցներին հատուկ, այսպես ասած, ծանրաբեռնելու անհրաժեշտություն կա կոնկրետ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի, որը 3 ուժերի կողմից միավորված նախընտրական ցուցակ էր, դրա ձևավորման հանգամանքների հետ կապված։ Բայց միաժամանակ ես կրկին կասեմ, ես ինքս անձամբ որևէ դժվարություն չեմ տեսնում ցանկացած վիրավորական լինի, տհաճ լինի, այդպիսի արտահայտությունների գնահատականների համար մեր հայրենակիցներից ներողություն խնդրեմ։ Դժվարություն չունեմ բնավ։ Գիտեք, ես կարծում եմ դա նաև քաղաքական մշակույթի կարևոր մաս է։ Դրանում դժվարություն չեմ տեսնում։ Եթե կրկին խոսքը վերաբերում է մեր զինծառայողներին, եթե որևէ մեկի նկատմամբ նշվածը ընկալվել է այնպես, ինչպես դուք եք փորձում ներկայացնել, ես սա հատուկ եմ ուզում ընդգծել, եթե դուք եք ուզում այդպես ներկայացնել կամ դուք հանում են, որևէ մեկն է այդպես ընկալում, որևէ մեկը, ես նշվածի համար ներողություն խնդրում եմ, քավլիցի, անկեղծ, ես ընդհանրապես հանդիսանում եմ այն մարդկանցից մեկը եւ իմ գործընկերներն են այդպես, որ մենք իրականում քաղաքական խոսքի մշակույթի փոփոխություն ունենք։ Ես որևէ կերպ չեմ ցանկանում անդրադառնալ այն իրավիճակներին, երբ մենք տեսնում ենք այս ազգային ժողովի նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություններ։ Իդեպ, սա հատուկ եմ ուզում ընդգծել։ Այս օրենքը, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, նախատեսում է, որ այս նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություններ պետք է չլինեն։ Նիստերի դահլիճից դուրս կարող ենք բանավիճել, կարող ենք խոսել, կարող է այդ արտահայտությունները լինեն նաև ցնցող, կարող են լինել նույնիսկ վիրավորական, բայց օրինակ վիրավորանքի զրպարտության շեմը չհաղթահարող, կարա լինի այդպես։ Բայց այս նիստերի դահլիճում մենք հաշվետու ենք մեր հայրենակիցներին, հանրությանը այս նիստերի դահլիճում։ Այսքան։ Արձագանք։ Շնորհակալ եմ, այո, մենք հաշվետու ենք մեր հայրենակիցներին եւ իրապես դա հայրենակիցներին ծանրաբեռնելու հարց չէ, ցուցակ կազմելու գործընթացում նաեւ տեղեկանան, թե ինչպիսի սկզբունքներով են, իհարկե դուք դա էլ խուսափեցիք պատասխանել, օրինակ մեր ցուցակի կազմման դեպքում գրեթե ողջ հանրությունը տեղյակ էր մենք ինչպիսի փուլերով ենք անցկացնում, եւ որովհետեւ սա հայրենակիցների հանդեպ նաեւ պատասխանատվություն է եւ ես իմ անունից ասում եմ, ես պատասխանատու եմ իմ խմբակցության յուրաքանչյուր անդամի համար ու կուսակցության յուրաքանչյուր անդամի համար, սա այսպես։ Երկրորդ հարցս, երկրորդ պատասխանատվությունն են ձեր վրա ծանրաբեռնել, օրինակ Սամվել Կարապետյանը կոնկրետ նշել է, որ իր այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու հարցով նույնպես դուք եք զբաղվում, ուզում եմ տեսնել այդ գործընթացը ինչ փուլում է գտնվում։ Տիկին Ղազարյան, եթե ձեզ իսկապես այդ հարցը հետաքրքիր է, եւ եթե մեր հայրենակիցները եւս այդ հարցով հետաքրքրվում են, նշվածը շատ պարզ պատասխան ունի, Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։
Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի համար իդեպ եվրոպական երկրների փորձից տեղեկացված անձինք շատ հանգիստ եւ պարզ կարող են ձեզ պարզաբանել, որ դրա համար անձը ֆիզիկապես պետք է գնա դեսպանատուն։ Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել նույնիսկ իր հոր գերեզմանը այցելի։ Հայաստանի դատական համակարգը, որը ժողովրդավարության բաստիոնի մարմնավորումն է, նույնիսկ գերեզման գնալ թույլ չեն տվել։ Սամվել Կարապետյանին մինչ օրս դատական նիստերի դահլիճ մասնակցությունը ապահովում են այն ոստիկանության ծառայական ավտոմեքենայով, որը կալանավորների է տեղափոխում։ Որևէ Հայաստանում այլ տնային կալանքի պայմաններում գտնվող անձի դեպքում այդպես չի արվում։ Հիմա ոնց գնալ Սամվել Կարապետյանը կհուշեք։ Սա է իրավիճակը։